Մյուս կարևոր հարցը, որի հետ կապված ուզում եմ խոսել, ուրեմն շատ ընկերություններ, ովքեր մեծ սիրով արդեն իսկ միացել են, իրենք առիթը օգտագործելով հետաքրքիր զուգադիպությամբ ինձ դիմում են հետևյալ հարցով. ասում են Էրնեստ ջան, դու տնտեսագիտության մեջ ունես 4 մասնագիտացում, դու ունես կապեր, թե Հայաստանի ներսում, թե ամբողջ աշխարհով մեկ, ինչի բիզնես ակումբ չեք ստեղծում, որպեսզի մենք անդամակցենք եւ առավելագույն օգուտներ ստանա մեր ընկերությունները, որպեսզի մենք կարողանանք մասշտաբավորվել եւ այլն։ Կամ արդյոք դուք հայկական բիզնես ակումբներից որևէ մեկին անդամակցում եք։ Ուրեմն, քանի որ այդ հարցադրումները մեկը չէր, երկուսը չէր, ամենայն դեպս 6-7 հարցադրում այդպիսի եղել է, ցանկանում եմ կրկին հանրային կերպով պատասխանել եւ արձագանքել։ Ես որևէ հայկական բիզնես ակումբի չեմ անդամակցում, բայց մյուս կողմից հասկանում եմ ինչ եք դուք ուզում, որը առավել քան տրամաբանական է եւ հասկանալի։ Ստեղծենք բիզնես ակումբ։ Համաձայն եմ, ստեղծենք բիզնես ակումբ, բայց ոչ թե ստեղծենք մենք, այլ ստեղծենք բոլորովս։ Ստեղծենք բիզնես ակումբ, որը կծառայի այն նպատակներին եւ առաջադրանքներին, որոնք որ ձեր համար ակտուալ են տրամաբանորեն, բայց այդ բիզնես ակումբը չպիտի ունենա անդամավճար։ Ես կատեգորիկ դեմ եմ, որ ստեղծեմ բիզնես ակումբ ու սկսեմ ձեր վրա փող աշխատել։ Բիզնես ակումբը կստեղծենք մենք բոլորովս, չի լինելու անդամավճար հասկացություն ու որևէ մեկը մյուսի վրա փող չի աշխատելու։ Սա սկզբունքային հարց է, ամեն մեկը թող զբաղվի այն գործունեությամբ, որի մեջ ինքը մասնագիտացած է կամ ցանկանում է խորանալ եւ զարգանալ։ Այդ բիզնես ակումբը, որը որ կստեղծենք բոլորովս, հենց միասնականության ուժերի համախմբան մասին է լինելու։ Մենք այդ հարցը քննարկել ենք մեր թիմի որոշ ներկայացուցիչների հետ, ոնց կարելի է դա կազմակերպել։ Ես կարող եմ ընդամենը կոնցեպտուալ տեսանկյունից առաջարկել ինչ կարելի է անել։ Բիզնես ակումբը ստեղծում ենք բոլորով համատեղ։ Բիզնես ակումբի անդամներ կլինեն հիմնականում Digital Business Book of Armenia-ում ընդգրկված, դա տրամաբանական է, ընկերություններ, որտեղ այնտեղ ընդգրկված են լինելու գիգանտներ եւ նշանակալի ընկերություններ, եւ չի լինելու հատուկ կազմակերպիչ կամ ղեկավար ընկերություն կամ առավել եւս ֆիզիկական անձ, ուղղակի բիզնես ակումբի աշխատանքները կհամակարգենք շրջանակաձև մեթոդով։ Այսինքն, յուրաքանչյուր ամիս մասնակից ընկերություններից մեկը կստանձնի այդ ակումբի կազմակերպչական եւ տեխնիկական աշխատանքները։ Իհարկե, մինչեւ այդ մենք որոշակի կարգավորում կունենանք կանոնակարգային, ոնց են մտնում, ովքեր կարող են անդամակցել, ինչ կարելի է անել, ինչ չի կարելի անել, ի վերջո համակերպության կանոններ պետք է սահմանվեն։ Ու կսկսվեն աշխատանքները։ Մնացած մասով ես կներկայացնեմ ինչ տեխնիկական ու կազմակերպչական մանրամասներ կամ կարևորագույն դետալներ ենք մենք առաջարկում, դուք կասեք ձեր կարծիքը, եթե օքեյ է, համատեղ քննարկումներից հետո դա կարող ենք մենք կյանքի կոչել մարտի սկզբին։ Բայց մի հատ հասկանանք ինչ ասել է բիզնես ակումբ ու ինչ եք դուք ակնկալում բիզնես ակումբից։ Ըստ իմ տեղեկությունների, մարդկանց գործարարների խոսույթի մեջ բիզնես ակումբ առաջի հերթին ասոցացում է networking բառի հետ։ Networking։ Երկրորդը իմ տրամաբանությամբ խոսքը ժամանցի մասին էր, որ այնտեղ կա նաև ժամանց, շփումներ եւ այլն։ Երրորդը ուրեմն վերաբերում է գիտելիքներ ստանալուն, գիտելիքներ ստանալուն, տրեյնինգներ, դասախոսություններ, շատ նորմալ եւ գերազանց ակնկալիք, եւ չորրորդը գործարար կապերի հաստատում,
հաստատում, համագործակցության և մասշտաբավորման հնարավորություն։ Անդրադառնամ առաջինին, networking։ Ինչ ասել է networking։ Սա ես չեմ դիտարկի որևէ բիզնես ակումբի համար նպատակ, networking-ը դա պետք է դիտարկել որպես հետևանք, որովհետև այն միջավայրում, որտեղ կա մեկից ավել մարդ, նամանավանդ 100 հոգի կամ 200 հոգի, networking ձևավորելը դա յուրաքանչյուրիդ communicative լինելու ունակությունից և հատկությունից է կախված։ Networking-ը դա ձևավորվում է որպես կանոն ինքնըստինքյան։ Դնել բիզնես ակումբի համար առաջնային նպատակ networking, ինձ թվում է դա ճիշտ չի ասված։ Իմ ընկալմամբ սա ժամանակակից տերմին գործածվում է ավելի շատ մարքեթինգային և գովազդային նպատակներով, օրինակ տենց բառեր կա KPI, բայց բացարձակ մեծամասնությունը չգիտի KPI abbreviation-ը, չգիտի որ դեպքերում տվյալ վարձատրության մեխանիզմը կարա դիտարկի KPI թե չէ եւ այլն եւ այլն։ Մի խոսքով networking-ը մենք նպատակ չենք սահմանելու, մենք սա հետևանք ունենալու ենք ամեն դեպքում։ Ժամանցի հետ կապված ես չեմ կարծում, թե բիզնես ակումբը դա ժամանցի վայր է, ժամանցի հետ կապված ավելի հետաքրքիր բաներ կարող ենք մտածել։ Գիտելիքներ ստանալ, տրեյնինգներ, դասախոսություններ կարևորագույն, չափազանց կարևոր ակնկալիք։ Ես ինքս ամեն օր շարունակում եմ դաս անել, օր կա 20 րոպե, օր կա 2 ժամ, ոնց ստացվի, քանի մենք ապրում շնչում ենք, մենք անդադ սովորելու բան ունենք, նամանավանդ այս դինամիկ աշխարհում մեր իրականության մեջ։ Բայց մեզ գիտելիքներ կարող են տալ անձիկ, ովքեր իրոք հասել են այն մակարդակին, ովքեր ունեն կիսելու բան, ովքեր կամ բացառիկ դեմքեր են որպես տեսաբաններ, գիտնականներ են, կամ անձիկ, ովքեր ունեն բացառիկ հաջողության փորձ, ովքեր պրակտիկայի տեսանկյունից մեր հետ ունեն կիսելու բան։ Իմ համար ընդունելի չի, որ գան անձիկ ելույթներ ունենան, ներկայացնեն բաներ, ինչ որ անհասկանալի կերպարներով եւ հագուկապով, փորձեն տպավորություն թողել ինչ որ ճարպիկ, ջերմ խոսալով եւ տենց կերպար ասոցացնելով։ Մեզ պետք են իրական գիտելիքներ, դրա համար պետք են համապատասխան մարդիկ, ովքեր կգան ժամանակ առ ժամանակ եւ մեզ կփոխանցեն իրենց գիտելիքը կամ փորձը։ Օրինակ, մենք ցանկանում ենք մարքեթինգի հետ կապված կարևորագույն գիտելիքներ ստանալ կամ բան սովորել։ Պայմանական եմ ասում, մեզ անհրաժեշտ է կապ հաստատել Ֆիլիպ Կոտլերի հետ, ով որ գա X օրը եւ հանդես գա տրեյնինգով, պատասխանի մեր հարցերին, չգիտեմ, 1-1.5 ժամ տևողությամբ։ Այդ կալիբրի մարդկանցից մենք կարող ենք բան սովորել։ Իհարկե դրանք ոչ միայն արտասահմանցիներ են, փառք Աստծո, մեր հայերի, տեղացիների մեջ էլ կան մարդիկ, ովքեր կարող են նմանատիպ իմաստով մեզ շատ բան սովորեցնել։ Ես ինքս ամեն օր մարդ եմ ման գալիս, ումից կարող եմ բան սովորել։ Ու գործարար կապերի հաստատում, համագործակցություն եւ մասշտաբավորման հետ կապված իրական ակնկալիքներ։ Տեսեք, գաղտնիք չի, բոլորդ գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս բանկերը եւ տնտեսության իրական հատվածը չենք կարող մենք համարել, որ բավականին սինխրոն են գործում։ Շատ ժամանակ գործարարներիցս յուրաքանչյուրը կարող է խնդիր ունենալ գործարարի համար կարևոր վառելիքի համալրման, այսինքն գումարի։ Յուրաքանչյուրի մոտ կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ աննախադեպ մասշտաբավորման հնարավորություններ են բացվում եւ լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ են անհրաժեշտ։ Ու փաստ չի, որ նման պայմաններում բանկերից որևէ մեկը անհապաղ կլուծի տվյալ գործարարի խնդիրը։ Ինչին եմ տանում այս խոսակցությունը։ Շատ կարևոր է, որպեսզի սկսվի ներդրումների ներգրավման եւ միմյանց գործունեությունը թափանցիկ ներկայացնելու մշակույթի ձևավորումը եւ զարգացումը մեր գործարար համայնքի ներկայացուցիչներից միջև։ Այդ բիզնես ակումբը նաեւ հնարավորություն
կընձեռի, որպիսի պայմանական X ընկերության ներկայացուցիչը մյուս մասնակիցներին ներկայացնի, թե ինչ է պատրաստվում անել, ինչ իրական հնարավորություններով ու ակնկալիքներով, եւ մյուս անձիկ, ովքեր հետաքրքրված են, կարողանան ներդրում կատարել եւ շահույթ ստանալ։ Ի վերջո գործարարությունը ունի իր սահմանումը։ Գործարար է հանդիսանում կամ ձեռնարկատեր է հանդիսանում այն անձը, ով ինքնուրույն իր ռիսկով շահույթ ստանալու նպատակով պարբերաբար իրականացնում է տնտեսական գործունեություն։ Սա ձեռնարկատիրոջ կամ գործարարի definition-ն է, սահմանումը։ Հանրայիտ բան եմ ասում։ Բիզնես ակումբում այս 4-րդ կետը, այսպես ասած, հաջողության հանգուցալուծումը չափազանց կարևոր է։ Հետևաբար այդ հնարավորությունը պետք է ունենա մեզանից յուրաքանչյուրը։ Սա նաև էականորեն կլուծի շատերի մոտ խնդիր ու եւս մեկ անգամ այդ իմ մատնանշած միասնականության եւ համախմբվածության ապացույց կլինի, որպեսզի տվյալ ընկերությունը մասշտաբավորման ճանապարհից չշեղվի։ Բիզնես ակումբի աշխատանքները ենթադրվում է, որ տեղի կունենան այն տրամաբանությամբ ամիսը 1-2 հանդիպում վստահաբար պետք է տեղի ունենա։ 1-2 հավաքույթ պետք է տեղի ունենա։ Դրանից ավելը ինքս ռեալ չեմ համարում, որովհետև հաշվի եմ առնում յուրաքանչյուրի զբաղվածությունը։ Հիմա ձեր մոտ տրամաբանական հարց կարող է ծագել։ Լավ, եթե լուրջ նպատակներ ենք մեր առջև դնում, լուրջ ակնկալիքներով, հավաքվում ենք եւ այլն, բայց անդամավճար չկա։ Ոնց ենք այդ ամեն ինչը կազմակերպելու, կամ եթե մենք ցանկանում ենք լուրջ մասնագետների հրավիրել, գիտնականների, հաջողակ գործարարների, թե Հայաստանի ներսից, թե աշխարհի մասշտաբով, ոնց ենք այդ հարցը լուծելու։ Ի վերջո մարդիկ պատրաստ չեն Գերմանիայից ժամանեն Հայաստան, մեզ հետ կիսվեն իրենց փորձով ու դա անեն անվճար։ Մենք բոլորս իրական կյանքից ենք։ Նախ կապեր հաստատելու տեսանկյունից անձանց հետ ես կարող եմ էականորեն օգտակար լինել։ Մարդիկ իհարկե իրենց զբաղվածության պայմաններում մենք կարողանանք կապեր հաստատել այն անձանց հետ, ում մասով մյուս ակումբակիցների բացարձակ մեծամասնությունը համաձայն կլինի, որ ցանկանում են այդ անձանցից ինչ-որ բան լսել, ինչ-որ բան սովորել։ Հիմա քննարկենք ֆինանսական կոմպոնենտը։ Ամիսը 1-2 այդ հանդիպումները, որպեսզի կայանան մեր այսպես ասած ժողովները, դրա համար մեզ անհրաժեշտ է բնականաբար վայր, որտեղ մենք կհավաքվենք։ Մենք կարող ենք պայմանական, նախապես դժվար չի այսօր այդ ամեն ինչը կազմակերպել, պայմանավորվել բարձրակարգ հյուրանոցներից մեկի հետ, վերցնել համապատասխան չափի կոնֆերանս սրահ, հավաքվել այնտեղ։ Բնականաբար դա կունենա որոշակի վճար ու միևնույն ժամանակ տվյալ անձին հրավիրելու համար Հայաստան մենք պետք է իրեն վճարենք, մենք պետք է այսպես ասած ծանոթանանք նաև իր rider ասվածին, որը ավելի շատ երգիչների ու դերասանների դեպքում ակտուալ, քանի օրվա տվյալ անձը ժամանում Հայաստան, որտեղ պետք է մնա, ինչ հյուրասիրություն եւ այլն։ Այդ երկու թվարկած կոմպոնենտները իրենց ֆինանսական արտահայտության հանրագումարային դիցուք կազմում է $6000։ Մենք նախորոք ճշտում ենք, կախված նրանից թե որ ամսում է դա տեղի ունենում, կազմակերպիչ ընկերությունը ճշտում է, թե այդ հավաքույթին ակումբակիցներից որ ընկերություններն են մասնակցում։ Դիցուք պարզվեց, որ 60 ընկերություն է մասնակցելու իրենց ներկայացուցիչներով եւ $6000 մենք գումար ունենք ծախսելու։ Դա նշանակում է, որ այդ ծախսերը սպլիտ ենք անում մասնակից բոլոր ընկերությունների միջև, այսինքն բաշխում ենք եւ յուրաքանչյուր ընկերություն իր ղեկավարի իր ներկայացուցիչի մասնակցության համար $100 համարժեք հայկական դրամով կատարելու է վճարում։ Ստեղ բոլորս պետք է
լինենք մաքսիմում պարտաճանաչ, մաքսիմում ինքնակազմակերպված, մեր այսպես ասած կարգավիճակին եւ մեր ակնկալիքներին եւ մեր գերնպատակներին համահունչ։ Բոլորով վճարում ենք $100 սահմանված ժամկետով տվյալ փուլում կազմակերպչական ֆունկցիաները իրականացնող ընկերությանը, որպեսզի նրանք էլ իրենց հերթին վճարեն կամ կոմպենսացնեն տվյալ անձի ժամանման հետ կապված ծախսերը, վճարեն նաև տվյալ հյուրանոցի կոնֆերենց սրահը վարձակալելու հետ կապված ծախսերը։ Մի խոսքով, այնտեղ բարդ խնդիրներ գոյություն չունեն, կան տեխնիկական բաներ, որոնք հեշտ լուծելի են, որոնք կարող ենք մենք քննարկել եւ լուծումները գտնել միասնական։ Այնպես որ սիրելի գործընկերներ ջան, գործարարներ ջան, դուք էլ մտածեք այս ուղղությամբ, դուք էլ հանդես եկեք ձեր առաջարկներով, իմ տպավորությամբ սա կարող ենք կյանքի կոչել մարտի սկզբից ու կարող ենք շատ համերաշխ եւ միասնական զարգացնել, ընդլայնել, հետո նաեւ միջազգային այցեր ունենանք, եթե դրա անհրաժեշտությունը լինի, ելի յուրաքանչյուրը վճարում է իր ճանապարհը ծախսը, յուրաքանչյուրը վճարում է իր գիշերակացը, յուրաքանչյուրը ունենում է գումար իր ծախսերը հոգալու համար։ Որպես արդյունք, մենք ստանալու ենք այն, ինչ որ իրականում ակնկալում ենք բիզնես ակումբից, մենք վճարելու ենք այնքան, ինչքանը կազմում է այդ ամեն ինչի fair value-ն, այսպես ասած արդարացի արժեքը, եւ մեզանից որևէ մեկը մյուսի վրա փող չի աշխատելու։ Դա կլինի արդար, դա կլինի համերաշխության եւ համախմբվածության ապացույց։ Շնորհակալ եմ բոլորիդ, Աստված ձեզ պահապան, նորություններով հանդես կգամ։ Ձեզ շատ սիրում եմ, շնորհակալ եմ։